Այս պահին դրությունը ինչպիսին կարելի է գնահատել։ Հենց այս պահին նոր հեռախոսից է նայում Իսրայելի տարածք է ներթափանցել ԱԹՍ-ն, այս պահին փնտրում են այդ ԱԹՍ-ին եւ մենք ուրեմն թիկունքի ծառայության հավելվածների միջոցով անընդհատ հեռախոսները ձեռքերումս սպասում ենք թե ուր պետք է լինենք, ուր պետք է գնանք, որտեղ պետք է թաքնվենք եւ որքան ժամանակ ունենք։ Եթե դատենք օրվա քաղաքական հայտարարություններով, թեժանում է պատերազմը։ Քաղաքական այո, բայց ռազմատաշտում այսօրվա ընթացքում, ողջ օրվա ընթացքում միայն գիշերն է եղել հարձակում Իսրայելի վրա, այսինքն չեմ ուզում ասենք նորից աչքով տալ ժողովրդի լեզվով ասած, գիտեմ որ գիշերը շատ թեժ է լինելու կրկին, շատ ցավոտ է լինելու, անցյալ գիշեր շատ ծանր էր մեր համար, Պետախտիկվայի հայկական համայնքը ականատես եղավ այդ պատերազմի ողջ սարսափներին եւ զոհեր մարդկային, ծանր վիրավորներ, փլատակներ, փլված շենքեր, այսինքն պատերազմը բավականին լուրջ է, Իսրայելը ասենք մեծամասամբ 99%-ով չի ուրեմն թիրախավորում խաղաղ բնակչության, իսկ իրանցիների համար ամենաշատ, ամենացավոտը խաղաղ բնակչությունն է, որքան շատ սպանեն, որքան շատ վնաս հասցնեն, այնքան նրանց համար գուցե եւ հաճելի է եւ հրճվում են։ Կներեք, ես ժամանակ առ ժամանակ ստանում եմ օթային տագնապի, ասենք, հաղորդագրություններ, կխոսենք այնքան, որքան ձեր թույլտվությամբ լինի հնարավորություն։ Շատ լավ, Արտյոմ։ Այսպիսի պատասխանի հաշվարկ ուներ Իսրայելը Իրանի կողմից։ Այո, իհարկե ուներ, ուղղակի մեր համար այս հարձակումը անակնկալ էր ինչպես իրանցիների համար էլ, մենք ուրբաթ լուսադեմին, այսպես ասած, ժամը 3-ին հայտնվեցինք նոր իրականության մեջ։ Մեր համար մեկ պատերազմի դեռ գինը չվճարած, քանի որ դեռ ընթանում է պատերազմը Գազայի գոտում ու տղաները գտնվում են մի քանի բատալյոն, այսպես գտնվում է Գազայի գոտում կռվի մեջ, հայտնվեցինք շատ ավելի ծանր իրականության մեջ եւ եթե նախկինում Հեզբոլայի, Համասի կամ այլ ուրեմն Հեզբոլայի, Համասի իրանական արտադրության հրթիռները շատ հաջողությամբ Իսրայելը գրեթե ամբողջությամբ խոցում էր, ապա այս դեպքում օգտագործում են շատ ավելի ծանր հեռահար բալիստիկ հրթիռներ, որոնց 100%-անոց իհարկե խոցում հնարավոր չէ եւ աշխարհում չկա նման բանակ, որ նման խոցումներ իրականացնի եւ արդյունքը սա է։ Ենթադրենք 10 հրթիռից նույնիսկ մեկը, եթե 1%-ը ընկնի Իսրայելի տարածքի վրա, իսկ Իսրայելը շատ խիտ բնակեցված երկիր է, գրեթե ազատ հողատարածք չունի, բացի մի փոքր անապատներից դեպի հարավում եւ խիտ բնակեցված տարածքի վրա այդ 700 կիլոգրամ ուրեմն մարտակղխիկ ունեցող բալիստիկ հրթիռը կարող է անդառնալի կորուստներ հասցնել ողջ տարածքին, շենքերին, մարդկանց, բոլորին։ Արտյոմ, ինչու է իրանական կողմը թիրախավորել հատկապես Թել Ավիվն ու Հայֆան։ Նախ Հայֆայում կան խոշոր ձեռնարկություններ, այնտեղ է գտնվում Իսրայելի ամենամեծ ուրեմն նավթա վերամշակման Եվ ավերածություններն են այստեղ շատ, չէ՞, ինչքանով Ինչպես։ Ավերածություններն հիմնականում այս քաղաքում Այդպես են իրանցիները ներկայացնում, բայց ասենք կպել է, այո, մի քանի տարածքներում ընկել են հրթիռներ, բայց հիմնականում Հայֆան այդքան չի տուժվել, որքան երկրի կենտրոնն է տուժվել։ Ինչպես օրինակ Ռիշոն Լեցիոն քաղաքը, Բաթյամը, այսօր Պետախտիկվան, Թել Ավիվը իհարկե։ Այսինքն Թել Ավիվում գտնվում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը եւ պաշտպանության նախարարությունը գտնվում է հենց Թել Ավիվի սրտում եւ պատկերացրեք, եթե հրթիռով խոցեն Թել Ավիվի սրտում պաշտպանության նախարարությունը, որը մինչեւ այսօր նրանց չի հաջողվել եւ հրթիռը ասենք մի քանի 100 մետր տարբերությամբ բալիստիկ հրթիռ է, այդքան 1000 կիլոմետր թռչում է եւ մանավանդ իրանական արտադրությանը, սրանք արևմտյան զենքեր չեն կես ճշգրիտ եւ ասենք թեթևակի շեղման դեպքում կարող է շատ լուրջ ողբերգության ուրեմն պատճառ դառնալ։ Արտյոմ, ավերածությունների, խոցված ռազմական թիրախների մասին տեսանյութեր են շրջանառվում ամեն օր։ Դժվար է կողմնորոշվել, դրանք իրականության համապատասխանում են թե ոչ։
Օրինակ ցույց են տալիս Թել Ավիվի ավերակները, շենքեր, որ հիմնահատակ քանդվել են։ Թել Ավիվում հիմնահատակ քանդված շենքեր չկան, կան հիմնահատակ քանդված շենք, ասենք Ռիշոն Լեցիոնում 4 հիմնահատակ ավերված եւ իր շուրջը ասենք ավերված շենքեր, օրինակ կան տեղեր, որ ենթադրենք հրթիռն ընկել է, մեկ շենքը մի մասը փլուզվել է շենքի, ասենք շրջակա շենքերը, բայց 72 շենք կամ 60 շենք վնասվել է։ Իսրայելցիները այդպես են հաշվարկում։ Այսինքն, եթե մեկ շենքի մոտ, ասենք, այդ ընկնելու վայրից հրթիռի այդ ուրեմն թեկուս բեկորների պատճառով ապակիներ են կոտրվել կոնկրետ մի շենքի, դրանք հաշվվում են որպես, ասենք, նյութական վնաս։ Այսինքն, ես ձեզ հասարակ մի օրինակ բերեմ, 2023 թվականի մայիսին, երբ որ Ջիհադ Իսլամին իր այս նույնիսկ Համասից պակաս հնարավորություններ ուներ, չունենալով հզոր հրթիռներ, մեր քաղաքի վրա արձակած հրթիռների պատճառով 82 շենքեր վնասվել։ Պատկերացնում եք, պարոն Նացականյան, իսկ սրանք թեթև հրթիռներ էին, սրանք 700-800 կիլոգրամ մարտակրխիկներ չունեին, բալիստիկ էլ չէին։ Իրանը հաղորդում է իր կորուստների մասին, կենթանի կորուստների թիվը 3 էր կարծեմ 224 տվեց։ Կա Իսրայելում այդպիսի հաշվարկ։ Քանի Այո, մեր մոտ մարդկային կորուստները երբեք գաղտնիք չեն եղել, Իսրայելը գոնե այս պարագայում երբևէ գաղտնիք չի պահել, գուցե 1 օր կամ 2 օր հետո, երբ որ մարդը ծանր է, ավելանում է մահացածների թիվը, այս պահին ունենք 24 զոհ եւ 519 վիրավոր, որոնցից մի քանիսի վիճակը բավական ծանր է։